երևում էլ այստեղից չի երևում, մտել եմ ներս մի 15 քար արդեն համված դրված էր կող, որոնցից երևի 6-ի վրա համարակալում կար, մնացածը քարեր։ Ճակատային, այո, ճակատային քար։ Շապատոր, դե ինչ ասում է գող սիրտը դող, շապատորով են անում, որ իբրև թե ոչ մեկը չտեսնեն ջայլամի պատմությունը, ոնց կարող է Երևան չտեսնեն, այս երիտասարդները ինձ երեք երեկոյան են զանգել ասել, որ գիտեք վաղը սենց բան է լինելու։ Տիկին Բախշյան, հիմա ներսում շինարարներ կա։ Այո, այստեղից կտեսնեք։ Վարչական դատարանում հայց է տրված և արդեն վարույթի մեջ է գործը, ըստ որի մինչև երկուշաբթի օրը բոլոր աշխատանքները ըստ օրենքի դադարեցված են։ Բայց ինչպես տեսնում եք, ոստիկանները պաշտպանում են այս ժեշտի կտորները ու տեր չեն կանգնում մեր օրենքին, մեր իրավունքին, ինչպես նաև մշակույթի նախարարությանը զանգեր են եղել բազմաթիվ առավոտվանից, ոչ ոք չի պատասխանում մեր զանգերին, սա ինչ է Պարոն Այվազյանին մի քանի անգամ ենք զանգ տվել, չի պատասխանում զանգերի, չենք հասկանում սա ինչա պատասխանատվությունից են փախչում, թե ինչ են անում, թե իրանց ձայնը լսելի չի, եթե իրանց ձայնը լսելի չի, մենք ըստ օրենքի, ըստ որում ես ուզում եմ նշել նաև, որ մենք դիմել ենք գնացել ենք երթով դեպի կառավարության շենք և պահանջ ենք ներկայացրել նաև կառավարությունից, մեզ կոպիտ ասած բան տեղ չեն դրել, իսկ եթե հերքում են ու մերժում են քաղաքացու պահանջները, մենք իրավասու ենք ինքներս ըստ օրենքի տեր կանգնել մեր մշակույթին, տեր կանգնել մեր երկրին և մեր իրավական պահանջին։ Ինչ իրավական հիմքը որն է։ Հայտնի պարոն ոստիկան։ Դուք պետք է իրավական հիմքով խոսեք քաղաքացու։ Ինչ իրավական։ Հանրապետ, իրականացվում, քանի օր է գալիս ասում են գլուխներդ կախում եք, հենց օրենքը դեմ ենք տալիս, հիմա կանգնում։ Օրենքը այստեղ խախտվում է, հասկանում եք, քրեական գործ է տեղի ունենում։ Պատոնները ինչի համար են։ Դիմում ենք դատարան։ Սասները ինչի համար են։ Բայց ձեր գործը դիվարքյան։ Հայացքը ֆիքսեք քմծիծաղ, էլի սենց, դե դիմեք։ Այդ դեպքում ինչ անենք, չկա նման։ Արդեն հիմա ինքը շենքը գտնվում է թալանված վիճակում։ Հարց եմ ուղղում ճարտարապետին, որ այդքան գլուխագովում է Թիմ Երևանի ծրագրով 2 տարի է շենքը թալանվեց, բալկոնները, կտուրը, ներքին, չգիտեմ, ինտերիերի տարբեր դետալներ, ով հասնում տան, ուր էին իրանք, Հիմա հասցրել են շենքի այս վիճակի, կանգնում ասում են շենքը փուլ է գալիս։ Իսկ ուր էին լավ ինք տակ կաբինետներում նստած էին։ Պարոն Հովհաննիսյան, սատարելու եք եկել երիտասարդներին։ Երիտասարդներին սատարելու եւ ընդհանրապես դխրելու, որ մենք այսպեսի պետություն ունենք եւ սույն իշխանություններ, որոնք կարող են պատմական արժեքները քանդել։ Մնացածը երիտասարդները թող խոսեն, իրենք առաջի գծի վրա են, ես եկել եմ պարզապես որպես ավագ զորակցող։